Բարի երեկո, դուք դիտում եք Բաց հարթակ, այսօր իմ հյուրը Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից մշտական ցուցադրություն, պարոն Օրբելյան։ Այո։ Նախ ինչ է իրենից ներկայացնում այն եւ ընդհանրապես ինչ ասել է խորհրդային Երևանի բնակարան։ Ուրեմն ասեմ, որ Երևան քաղաքի պատմության թանգարանը մեր քաղաքի յուրօրինակ այցեքարտներից մեկն է հանդիսանում եւ քանի որ շենքում տեղակայված է սկսած հնագույն շրջանից միջև մեր օրերը թանգարանի մշտական ցուցադրությունը, մենք դեռ տարեսկզբին որոշեցինք որոշակի ձևափոխումների արդյունքում ստանալ 1920-ից 1990-ական թվականների Երևանը իր կենցաղով, ուրեմն բնակարանային այդ հատվածով, այն արդյունաբերության ուրեմն նմուշներով, որոնք ներկայացնում են մեր քաղաքի վաղ անցյալը։ Խորհրդային շրջանը բոլորս էլ հայտնի է, որ 1920-ական թվականներից է Երևանում ուրեմն պատմական առումով ձևավորվել եւ քանի որ տարբեր շրջափուլերը Երևան քաղաքի ներառում են սկսած հնագիտական հուշարձաններից, այսինքն սկսած քարանձավից, անցում է կատարվում միջնադար, այնուհետև 1800-ական թվականների պատմության առանցքում եւ ավարտվում է հենց քաղաքային դումայի ձևավորման 1800-ական թվականների վերջերում եւ մյուս հարկը բնականաբար պետք է սկսել 1900-ական թվականներից, որն էլ հենց Հայաստանի առաջին հանրապետության ներկայացումը եւ Երևանը։ Այս համատեքստում մենք որոշեցինք ներկայացնել նաեւ հենց 20-ական թվականներից հետո Երևան քաղաքի պատմությունը, որը իրենից ներառում է տարբեր ուրեմն հատվածներ ցուցադրության մեջ, ներկայացնելով մեր քաղաքի պատմությունը։ Տեսեք, երբ մենք հաղորդումից առաջ խոսում ենք իմ գործընկերների հետ, ինչ ասել է խորհրդային Երևան, ամեն մեկը հիշում էր իր ինչ-որ, չգիտեմ, ավելի տարիքավոր, ավելի շատ, այսպես ասած, ավագ գործընկերները հիշում էին իրենց տատիկի ռումինական կահույքը կամ չգիտեմ ինչ, այ դրա համար է այդ ինչ ասել է խորհրդային Երևանի բնակարանը։ Մեր նպատակում ունեցել ենք նոստալգիկ հիշողություններ պարգևել այցելուներին, նաև քանի որ բացի պատմական այդ շրջափուլերը ներկայացնելուց, մենք մեր մտքում ունենք այցելուների մոտ այդ հիշողությունները վերակենդանացնելու, որպեսզի այցելուները վերապրեն այդ ժամանակաշրջանը։ Հիմա ստացվել է, հաջողվել է։ Այո, հաջողվել է, քանի որ արձագանքը բավականին մեծ է, շատ այցելուներ են այցելում այդ ցուցադրությունը եւ պետք է ասեմ, որ ցուցադրությունը վերաձևափոխելուց առաջ մենք մի փոքր հարցախույզ ենք նաեւ իրականացրել այցելուների շրջանում, որովհետեւ շատերը ասում են մի տեսակ քիչ է Երևանի պատմությունը ներկայացված եւ այդ ամենը հիմք ընդունելով եւ մենք կոչ արեցինք սոցիալական տարբեր մեդիայի հարթակներով, ուրեմն դիմեցինք մեր համակարգացիներին, ովքեր ունեն որոշակի իրեր, որոնք կարող են դառնալ թանգարանային նմուշներ եւ շատ առարկաներ մենք ձեռք ենք բերել գնման եւ նվիրատվության միջոցով, որոնք կազմում են այս ցուցադրության մասը, որովհետեւ մենք բնակարանային ինտերիերի շատ կահույք աթոռներ, բազկաթոռներ չունենք, ստացել ենք նվեր Էրեբունի գորգը, ստացել ենք ժամացույց պատին կախովի։ Գիտեք ինչ, Երևանի պատմությունը պայմանականորեն մենք բնականաբար բաժանում ենք մի քանի մասերի։ Շատերի համար հին Երևանը դա 19-րդ դարն է։ Ավելի առավել պրոֆեսիոնալ մասնագետների պատմաբանների համար հին Երևան, որ ասում են, նաև 17-րդ դարից ի նկատի ունենք։ Դե բնականաբար Էրեբունու շրջանը դա հնագիտական այն հատվածն է, որը որ հնագետները եւ պատմաբանները ուսումնասիրության մեջ ուրեմն արդյունքում հայտնաբերված առարկաները նույնպես այդ պատմամշակութային ժառանգությունը հենց ներկայացնում ենք, այսինքն հին Երևանը կարող ենք բաժանել մի քանի մասերի։ Խորհրդային Երևանը բնականաբար այսօրվա սերնդի համար նույնպես հին Երևան է, բայց քանի որ Երևան քաղաքի այն բուռն ծաղկում ժամանակաշրջանը հենց 20-ականից հետո, երբ որ արդեն Ալեքսանդր Թամանյանը վերադարձավ Հայաստան, ճարտարապետական այդ փոփոխությունները, այն մեր քաղաքի այսօրվա զարդ գոհարներ համարվող շենքերը, որոնք այդ ամենը կառուցվել է բնականաբար հենց այդ ժամանակահատվածում։ Դա կլինի Մատենադարանի շենքը, Գիտությունների ազգային ակադեմիան, ազգային ժողովը, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Սասունցի Դավթի հուշարձանը, Մայր Հայաստան հուշարձանը, այսինքն շատ այդ վարդագույն տիտղոսը, որ տրվել է Երևանին, հենց այդ տարիներին է եղել, որը որ հայտնի է նաեւ շատ ԽՍՀՄ տարածքից ժամանող զբոսաշրջիկների, այսինքն
արձագանքի եւ մեկնաբանությունների արդյունքում այն ժամանակ ձևավորել է դիմագիծը հենց խորհրդային Երևանի եւ շատ հետաքրքիր սովորություն է եղել, երբ որ բոլոր այդ գործարանները եւ ֆաբրիկաները, արտադրամասերը Երևանում սկսել են հենց 1920-ական թվականներից եւ իրենց արտադրանքները 1930-ից հետո շատ կարի ֆաբրիկան, ծխախոտի գործանը, շամպայն գինիների գործանը, չգիտեմ, տեքստիլ, տարբեր արդյունաբերական ընկերությունները իրենց արտադրանքի նմուշները նվիրաբերել են թանգարանին։ Մեր հավաքածուն, այո, համալրված է, մեր հավաքածուում առկա են այդ նմուշները, Հաղճապակու գործանը, Դաշնամուրի գործանը եւ Կաբելի եւ մի խոսքով դրանք անթիվ են միջև։ Ես ինչի եմ դա հարցնում խորհրդային Երևանի բնակարան, որովհետեւ ամիսներ առաջ իմ հյուրը դերասանուհի Արաքսիա Մելիքյանն էր եւ ասաց, որ ինքը միշտ այսպես նոստալգիկ տրամադրությունների մեջ է ընկնում եւ շատ հաճախ անգամ կարոտում այդ այսպես կոչված մութ ու ցուրտ տարիներ, երբ մարդիկ տրոլեյբուսի դռներից կախված գնում են կամենի կարուս ավտոբուսները, այդ նոստալգիկ տրամադրությունը ստեղծում է թանգարանը, երբ մարդը գա դիտի խորհրդային Երևանի բնակարան մշտական ցուցադրությունը եւ առհասարակ։ Ես կարծում եմ, որ դա վերաբերվում է այն սերունդին, ովքեր գոնե ծնվել են հենց խորհրդային տարիներին, բնականաբար ես նույնպես 1984 թվականի ծնունդ եմ եւ շատերը ովքեր ծնվել են իրենց հիշողություններում կունենան այդ մութ ու ցուրտ տարիները բնականաբար ես նույնպես հիշում եմ, բայց 95-ից հետո սերունդը բնականաբար չի հիշի եւ իրենց համար կարծում եմ անգամ տարօրինակ է եւ խորթ է այդ ամենը վերապրելու զգալու առումով, բայց այն մեր ծնողները, մեր տատիկները, պապիկները բնականաբար իրենք ծնվել են, ապրել են այդ բնակարանում եւ այո, շատ այցելուներ ասում են, վայ, օրինակ սուրճը, ուրեմն աղացը, տեսնում ես, վայ, մենք էլ ունենք, վայ, այդ ժամացույցը, վայ, այս հայտնի ցուկիկները, սամավարը դե բնականաբար նույնպես օգտագործվել է երևանցիների կենցաղում, թեյախմության շրջանակում, բայց կարծում եմ, որ մենք այս ցուցադրության միջոցով բնակարանի վերականգնման արդյունքում փորձել ենք այցելուներին հրամցնել Երևանի այդ վերացական այն հատվածը բնակարանի, օրինակ պաստառը պատին փակցված 1970-ական թվականների քիվով նույն ժամանակաշրջանի վարակույրով, այն ժամանակ շատ հայտնի են այդ հնդկական ծաղկամանները, օրինակ Հաղճապակու գործանի արտադրանքը, որը ուզուն դարապարով աղջիկներ կամ Սասունցի Դավթի արձանը կամ Սայաթնովայի այդ Հաղճապակու գործանի արտադրանքը, որոնք գրեթե բոլորի տներում կան եւ կհիշենք նաեւ շատ դեպքերում կար հենց նաեւ այդ գրապահարանը, որտեղ այդ սովետական հանրագիտարանն էին կամ մեր հայդասական գրականության ուրեմն գրքերը դարակներով անթիվ դրված եւ ես ինքս այո մի մանկությունը անցել է հենց նմանատիպ մի տանը եւ շատեր ասում են վայ մենք էլ ունենք այդ չնայած այսօր նորարարության եւ այս տեխնոլոգիայի դարաշրջանում շատերը չեն օգտագործում սովետական այդ հանրագիտարանները, բայց մենք անգամ դրանք ենք ցուցադրել, որը որ շատ դեպքերում այն սերունդը, որը որ առնչվել շփվել է, մեծ նոստալգիկ ուրեմն հիշողություններ է վերապրում։ Պարոն Օրբելյան, մենք ասում ենք ավելի քան 2800 տարվա պատմություն ունի Երևանը, բայց շատ հաճախ երբ զբոսաշրջիկներ են գալիս Երևան, ասում են, լավ, դուք ասում եք այսքան տարվա պատմություն, որտեղ տեսնենք այդ պատմությունը, որովհետև շատ հին շենքեր, չէ, մենք գիտենք, որ քանդվեցին։ Այ թանգարանում, երբ որևէ զբոսաշրջիկ գա, ինչ ենք ցույց տալիս, ինչպես ենք համոզում, ապացուցում, որ այո, Երևան ունի 2800 տարվա պատմություն։ Այո, թանգարանի համատեքստում ես կարող եմ փաստել եւ արձանագրել, որ Երևան քաղաքի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը սկսվում է ուրեմն Երևանյան քարայրի մակետով, մանրակերտով, որտեղ ներկայացված է դեռևս մեր թվարկությունից առաջ ուրեմն 40000 տարի առաջվա ցուցանմուշներով օբսիդիանի այդ գործիքները, որը Հրազդանի կիրճում է եղել եւ մինչեւ հիմա էլ կան։ Այնուհետև Շենգավիթը, որը շատ պատմաբաններ վկայում են, որ որպես բնակատեղի քաղաքի նախատիպ ունի 6000 տարվա պատմություն, այնուհետև Էրեբունի Նարինբերդը, Կարմիր Բլուրը եւ Շենգավիթը նույնպես մեր թվարկությունից առաջ ուրեմն 9-ից 7-րդ դարերի պատմություն ունեն եւ այդ զբոսաշրջիկները, որ ունեն այդ հարցերը, իրենց ուղղորդում ենք դեպի Էրեբունի ամրոց զգալու, տեսնելու այդ պատմությունը։
Չնայած գաղտնիք չէ, որ Երևանը տարբեր ուրեմն ժամանակահատվածներում տարբեր արշավանքների է ենթարկվել եւ Երևան քաղաքում 1679 թվականին մեծ ահեղի երկրաշարժ է տեղի ունեցել եւ միջնադարյան շատ կոթողներ ուրեմն վերացել են, բայց մենք ունենք փաստեր ֆրանսիացի ճանապարհորդների Ժան Բատիստ Տավերնե եւ Շարդենի կողմից արված գծանկարներ, որտեղ երևում են թե եկեղեցիները, թե Երևանի մի աշտարակ է եղել, որը ասում ենք առեղծվածային աշտարակ, մի խոսքով այդ պատմամշակութային ժառանգությունը առկա է։ Եվ պետք է ասեմ, որ այդ ցարական արդեն շրջանում այդ երկհարկանի սև տուֆակերտ շենքերը, որոնք այսօր էլ դեռ կան մեր քաղաքում եւ հիացնում են իրենց ուրեմն դասական այդ ոճով կառուցված շենք-շինությունները, դրանք հիմնականում 18-րդ դարի վերջի, 19-րդ դարի շենքեր են բնականաբար պահպանված։ Այո, մի կան, որոնք նաև հուշարձան ցանկերում են կառավարության որոշմամբ զետեղված, Աստաֆյան, Աբովյան փողոցում, նահանգական նախկին Ալավերդյան այսօրվա Հանրապետության փողոցում, Արամի փողոցում, Բյուզանդի փողոցում կան բնականաբար այդ շենքեր։ Բնականաբար կարող ենք փաստել, որ ժամանակի առումով որոշները քանդվել են երկրաշարժից, քանդվել են, որ վերափոխվեն, նորից վերակառուցվեն, այո, դրանք տարիների, այո, պատմություն ունեն, որ եւ նաեւ կա ծրագիրը հին Երևան թաղամասը կյանքի կոչելու, որը դեռ չի ավարտվել, բայց որոշակի աշխատանքներ իրականացվում են եւ այդ զբոսաշրջիկների մոտ այո, ստեղծում է մի այսպիսի տարօրինակ զգացում, ինչպես ենք մենք ասում անգամ Հռոմից 28 տարի, 29 տարի հին է Երևանը, բայց Հռոմում այդ ամենը կարող են զգալ, տեսնել հենց քաղաքի կենտրոնում մեզ մոտ դա կենտրոնը չի եղել փոքր Երևանի փոքր կենտրոնը դա մենք արդեն Էրեբունի ամրոցի Արինբերդի այդ համատեղ կապն է քաղաքի հետ միևնույնն է մենք կարող ենք ասել որ Հրազդան գետը հոսում է զանգուն հենց քաղաքի այսպես ասած կողմով ցախապնյա եւ այստեղ մենք կարող ենք ներկայացնել որ բնականաբար որտեղ ջուր է եղել այնտեղ էլ կյանք եւ մեր քաղաքի պատմությունը ունի բնականաբար հազարամյակների պատմություն եւ Կարմիր կամուրջը, որը որ կապել է Զանգու գետը հենց Էջմիածնի խճուղուն, որը որ նույնպես պատմական հուշարձան է, վերջերս վերականգնվել է եւ այսինքն կան 17-րդ դարի կամուրջը, որ բացառիկ ուրեմն կառույցներ, որոնք հենց իրենք են փաստում քաղաքի հնության մասին։ Այս տարվա կարգախոսը Էրեբունի Երևան 2807-ի սիրահարվելու քաղաք։ Կարծում եք, որ Երևանը սիրահարվելու քաղաք է։ Իհարկե, Երևանը սիրո, ջերմության, հյուրընկալության եւ պատահական չեն այն երգերը, որոնք ձոնված են մեր քաղաքին մենք։ Բայց շատ հաճախ երգերը ձոնվում են, վերաբերմունք այլ է լինում, պարոն Նորբելյան։ Վերաբերմունք այլ է, բայց վերջին տոնական տրամադրությունները նույնպես հավաստի են եւ մենք բոլորս ենք տեսել, թե ինչպես են քաղաքացիները տարբեր առումներով, չգիտեմ, դուք եղել եք այդ օրերին դրսում, տեսել եք եւ վայելել եք։ Ես դրսում չեմ եղել, բայց ես հիշում եմ մոտ 1-2 ամիս առաջ իմ հյուրը Կամո Արեյանն էր եւ շատ հետաքրքիր զրույց ունեցանք նաև այն առումով, որ Երևանին ձոնվում են բանաստեղծություններ, երգեր, բայց շատ հաճախ այդ սերը արտահայտվում է հենց միայն երգերում ու բանաստեղծություններում։ Վերաբերմունքը, որ մենք տեսնում ենք քաղաքի նկատմամբ, շատ հաճախ բոլորովին այլ է լինում։ Անկեղծ ասած իմ շրջապատում քան որ միգուցե ես մտավորականների եւ այնպիսի մարդկանց հետ եմ շփվում քաղաքում, որոնք բնականաբար թե իմ սոցիալական էջերում իրենց սերը մշտապես են ներկայացնում Երևան քաղաքի նկատմամբ, ես դա կարող եմ մի փոքր չհամաձայնվել, բնականաբար տարբեր մարդիկ կան, սկսած տեսնում ենք, չէ՞, մեկ ինչ վերաբերմունք ա լինում եւ երթևեկության կանոնների խախտում եւ չգիտեմ ինչ որ սիգարետի մնացորդի, այո, բնականաբար տելու հետ կապված շատ այդպիսի խնդիրներ ենք տեսնում։ Դե քաղաքը կենթանի օրգանիզմ է եւ բնականաբար մշտապես զարգանալու հակում կա։ Կան քաղաքներ, որ զարգանում են դեպի վերև, կան քաղաքներ, որ լայն դեպի հորիզոնական է։ Կտրվածքով օրինակ հիմա ես ձեզ հարց տամ Երևանը որի մեջ է մտնում, համ վերև է զարգանում, համ ընդլայնվում է, չէ՞, բնականաբար։ Մշտապես կառուցելով Երևան, այո, երբ որ մենք Երևանի համայնապատկերին նայենք Նորքի բարձունքից, թե մոնումենտի ուրեմն հուշարձանի տարածքից կտեսնենք որոշակի արդեն ձևափոխումներ, ճարտարապետական կերպարի փոփոխություններ, այդ բարձրահարկ շենքերը, որոնք առկա են, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է որոշակիորեն սահմանափակումներ դնենք շենքերի բարձրության վրա, որը նաև կստեղծեր այդ կոլորիտը, այդ հին, այսինքն 19-րդ դարի վերջի Երևանի խորհրդային շրջանում կառուցված վարդագույն, ինչպես որ
հայտնի անվանում ենք շենքերի բարձրության միջև 6 կամ մաքսիմում 10 հարկանի։ Իսկ այսօր արդեն որ այս հարկ շենքերը կարող է նաև շատերը նաև կառուցվում են որպես երկնաքերեր, նոր նախագծեր կան, այդ ամենը վերևից քաղաքի համայնապատկերին նայելով որոշակի տգեղություն է իմ կարծիքով առաջացնում եւ մենք պետք է որոշենք թե քաղաքը ինչ ձևաչափով է զարգանալու ճարտարապետական առումով գոնե։ Միանշանակ է եւ թանգարանը, պարոն Օրբելյան, դուք կարծում եք, որ համարվում է Երևանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը։ Իմ կարծիքով դա մեր քաղաքի լավագույն թանգարաններից մեկն է իրականում, բայց կարծում եք, որ ինքը զբոսաշրջային այցեքարտերից մեկն է, որ զբոսաշրջիկը գալիս է Երևան, ինքը անպայման ուզում է այցելել Երևան քաղաքի պատմության թանգարան։ Մենք շատ զբոսաշրջիկներ ունենք, այցելությունները բավականին աճել են վերջին շրջանում եւ գիտեք, մեր քաղաքում ես կարող եմ ասել, որ այն մեծ ազգային թանգարանները, դրանք Մատենադարանն է, որպես բացառիկ Հայաստանի պատմության թանգարանը, ազգային պատկերասրահը եւ Ցեղասպանության հուշահամալիրը եւ թանգարանը, սրանք համարվում են այն բլոկբաստեր կարելի անվանել թանգարանները մեր քաղաքի, որոնք նաեւ ունեն առանձնակի նշանակություն մեր երկրի ուրեմն պատմամշակութային ժառանգությունը պահպանելու, հանրայնացնելու առումով քաղաքային թանգարանները մի փոքր տարբեր են իրենց ձևաչափով։ Օրինակ ես երբ որ ճամփորդում եմ, ես անպայման այդ քաղաքում այցելում եմ այդ քաղաքի պատմության թանգարանը, որովհետև եթե դու գնաս մի քաղաք նոր զարգացած լինի, թե հին, թե միջին դարերից եկող, դու անպայման ուզում ես տեսնել այդ քաղաքը ինչպես է եղել, ինչպես է զարգացել։ Միգուցե դա իմ մասնագիտական ուրեմն բնորոշումներն են իմ անձնական, բայց մենք տանում ենք այն ուղղությունը մեր քաղաքի թանգարանը հանրայնացնելու, հռչակելու որպես յուրատեսակ այցեքարտ, որովհետև այսօր այդ քաղաքում շրջելուց բացի զբոսաշրջիկները բնականաբար կարող են տեսնել քաղաքի հին այդ բոլոր կերպարվեստի գործերը, որտեղ քաղաքում ներկայացված են այն հին լուսանկարները, որոնք նույնպես յուրատեսակ աղբյուր են թե ուսումնասիրելու, թե քաղաքի պատմությանը ծանոթանալու համար։ Ես ձեզ հետ համամիտ եմ եւ այս առումով մի փոքր, այսպես ասած, անարդար վերաբերմունք է երբեմն լինում հենց նույն Երևան քաղաքի պատմության թանգարանի, Մարտիրոս Սարյանի, այո, թանգարանի Փարաջանովի հուշային թանգարաններն էլ, որովհետեւ իրենց չեն զիջում հաստատ բնականաբար այցելությունները բավական բարձր են, այո, այսպես ասած, Փարաջանովի արժանի են իրականում լայն ուշադրության զբոսաշրջիկների կողմից եւ այսպիսի մի հարց է, պարոն Օրբելյան, մենք անընդհատ խոսում ենք աշխատավարձերից, որ չգիտեմ, նաև թանգարան այցելությունները շատ լինեն, բայց նաև պետք է լինեն աշխատողների համար, չէ՞, լավ աշխատավարձեր։ Բնականաբար, մշակութային ոլորտի աշխատավարձերը կարծում եմ գաղտնիք չէ եւ շատերը գիտեն, որ ասեմ հստակ մեր թանգարանում ու առհասարակ թանգարաններում նվիրյալներ են աշխատում։ Բնականաբար ֆինանսական ուրեմն արկայությունը աշխատավարձերի շատ կարեւոր է, բայց երբ որ մարդիկ իրենց աշխատանքը դարձնում են որպես նվիրվածության ուրեմն խորհրդանիշ, իրենք աշխատում են։ Ես վերջերս ուրախալի է, որ Երևանի քաղաքապետարանը բնականաբար ձեռնարկել է միջոցներ եւ տարբեր մշակութային հաստատություններում կամաց 15-ից մինչեւ 30%-ի ավելացումներ կան աշխատավարձերի։ Ձեր թանգարանում էլ կա 15-ից 30%։ Այո, մեր թանգարանում նույնպես տարվա կեսից որոշակի միտումներ կան եւ ծրագրեր կան, որ հաջորդ տարվանից նույնպես որոշակի պետք է աշխատավարձերը բարձրանան, այս ամենը կստեղծի, որպեսզի մարդիկ լիարժեք զգան, քանի որ մշակույթի ոլորտի աշխատավարձերը մշտապես եղել են շատ ցածր։ Եթե մենք անգամ համեմատենք այլ երկրների, մեր հարակից երկրների հետ, այնտեղ նույնպես առկա է այդ միտումը եւ կարծում եմ, որ շատ քայլեր ունենք դեպի առաջ գնալու, որովհետեւ ամեն դեպքում կարող է որպես պաշտոնական դիտարկեն թանգարանները եւ մշակույթը որպես բիզնես կոմպոնենտ, բայց այս դեպքում, քանի որ դրանք պետական եւ համայնքային սեփականություններ են, թե հավաքածուները, թանգարանները, նաեւ պետությունն է պարտավոր պահելու, պահպանելու, հանրայնացնելու, հռչակելու, կրթելու, քանի որ թանգարանները մի քանի բաղադրիչ ունեն այդ ամենը սերունդներին փոխանցելու համար եւ բնականաբար, այո, կրթական ծրագրերը շատ կարեւոր են եւ հենց այս տոների հետ կապված Երևանի Երևանի սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր մեր թանգարանի այցելությունները
դպրոցականները բավականին մեծ թիվ են կազմում, քանի որ շատ դպրոցականներ իրենց ծրագրերը, իրենց, այսպես ասեմ, հանդեսները, համերգները անդադ ուզում են թանգարանում անել, կրթական ծրագրերն են շատ մեզ մոտ պահանջարկ ունեն, քանի որ մեզ մոտ կա ճանաչիր Երևանը խաղ ծրագիր, էքսկուրսիոն, բաժանվում են թիմերի, Երևանի, Երևան, իրար հետ մրցում են, խաչբառ են լուծում, ստանում են վկայական, այս ամենը շատ գայթակղիչ է դպրոցականների համար եւ կարծում եմ, որ հենց այս ընթացքում մեր քաղաքի թանգարանը կրթում, դաստիարակում, ուսուցանում եւ հանրահրճակում է մեր քաղաքի պատմությունը։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։